Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմ Ալիկ։ Այսօր շատ տաթոյական վիդեո ենք նկարում։ Խոսելու ենք իմ էության անբաժան մասից, journaling-ից։ Ես ինչ հիշում եմ ինձ, ես միշտ ունեցել եմ օրագրեր։ Հիշում եք, կային փոքր ժամանակ sense զամոկով օրագրեր, որ բանալի կար հետը, կողքից էիր փակում։ Իհարկե դա կարող էր կողպեքը գրիչով էլ բացել, բայց ինչ որ ապահովության զգացում էր տալիս, որ դա քոնն է, փակ է ու միայն դու դրան ունես դոստով։ Ես իմ այդ օրագրերից մի քանի օրինակ ունեմ պահած, բայց ցավոք սրտի տարիքի հետ, երբ որ հետ էի նայում իմ թինեյջեր ժամանակվա օրագրերից, լիքը բան չեմ պահպանել, որովհետև մեծ տարիքում կարդալիս կային մտքեր, որոնք այնքան sense cringe էին ինձ համար, չգիտեմ։ Ես ասի ոնց ես եմ գալու տետրերը, էջերը պարզապես ճղել գցել եմ, որի համար հիմա փոշմանում եմ, ես արդեն 30 տարեկան եմ, ասում լավ, դա էլ մի էտապ էր ու պետք չէ տենց ծանր տանել այդ մտքերը։ Սկսենք journaling տուրը։ Դա կոչվում է The 5-minute journal, որը ես հաճախ եմ story-ներում ցույց տալիս, այս խզբզոցը արդեն Սուրենի ներկայության մասին է խոսում։ Վերնագիրը ինքը արդեն հուշում է, որ պետք է պարզապես տրամադրել օրը 5 րոպե մաքսիմումը։ Ուրեմն նայեք, դատակ էջ եմ բացել։ Սկսվում է ինչ-որ ցիտատով, դու գրում ես ամսաթիվը եւ մի քանի սեկցիա կա, ցերեկ եւ երեկ, առավոտ եւ երեկո, կամ ցերեկ եւ գիշեր։ Առաջինը նշում ես, թե ինչի համար ես շնորհակալ։ Այստեղ կա I am grateful for եւ երեկտող, որը կարող ես լրացնել։ Հետո գալիս է ինչ է այսօր ավելի լավը կդարձնի, հետո գալիս են աֆիրմացիաներ, ու սա մենք գրում ենք օրվա առաջին մասում, հենց սկիզբը, երբ որ օրն է սկսվել։ Ես սա սովորաբար գրում եմ սուրճի հետ կամ երբ որ նոր եմ արթնանում, այս տետրը միշտ իմ անկողնու կողքն է, ես մի անգամից գրում եմ, որովհետև հավանականությունը, որ հետո կմոռանամ, շատ մեծ է։ Ու այս ներքևի մասը մուկ, արդեն երեկոյան հատվածն է, որտեղ դու նշում ես օրվա առանձնացած ինչ-որ դեպքերը, highlights of the day, ու ինչ սովորեցիր այդ օրը։ Ես այստեղ բավականին շատ էջեր ունեմ լրացրած, բայց նենց չի որ ամեն օր եմ արել, օրեր կամ մոռանում, օրեր կա այս երեկոն մոռանում, առօրյանում ու չեմ հիշում, տես գնում skip, ու դրա համար ինձ մեղավոր չեմ զգում։ Երազանցիկի պես չմոտենաք այս երևույթին։ Ցանկալի է իհարկե ամեն օր անել, բայց եթե ամեն օր չի ստացվել անել, ինչ որ օրեր եք բաց թողել, ինչ որ շաբաթներ, լավ, ինչ որ բան եղել, ամիսներ եք մոռացել, ձեզ մեղավոր մի զգացեք, սա ձեր կյանքն է, սա պետք է ձեզ ծառայի, պարզապես շարունակում ենք այնտեղից, որտեղ դադար ենք տվել։ Օրվա մեջ մենք այնքան անկապ բաների համար ենք ժամանակ գտնում, որ սրա համար հաստատ մտքին տեղ դնես, ժամանակ կգտնես։ Այսպես։ Հաջորդը իմ սովորական օրագիրն է, որտեղ ես չունեմ կանոններ, չկա այսպես ստրուկտուրա ուրիշի կողմից գծագրված։ Այստեղ պարզապես սովորական տողավոր տետր է, մայրիկս է գնել ինձ համար Penbox-ից, այստեղ կա գրիչի տեղ, գրիչը միշտ իր վրա է, ու շատ պարզ տետր է, այսպես ստամ ձեզ դատարկ էջելի։ Ես այստեղ գրում եմ գրեթե ամեն օր, սկսել եմ գարնան վերջ, մարտ ամսվա վերջներ, այստեղ կարող եք տեսնել, որ ես բավականին ակտիվորեն մտքերս գրում եմ, նաև սկսել եմ նկարել, այստեղ բաժություն էի արել ինքս ինձ հետ, Տիգրան Համասյանի նոր ալբոմներ դուրս եկել, այդ ժամանակ, ու այնտեղ գործ կար կոչվում էր Manifest, այդ երգը լսել էի ականջակալներով էի, ու իմ առաջ այս թուղթներ ու մատիտ, ես այդ բանին ինչ լսում էի, մտածում էի, վիզուալ գրում էի, գծագրում էի, ասենց խզբզում էի ինչ-որ ալիքներ, ինչ-որ կարդիոգրամայի պես ինչ-որ բան, չեմ էլ հիշում, ոնց եղել, բայց սա օրինակ սա պահում եմ այստեղ, կրկին, չկան կանոններ, խնդրում եմ չգնեք թակարդը ինչ-որ էսթետիկ լինելու, այդ էսթետիկան, որովհետև այնքան շատ ենք մենք նայում կոնտենտ, որը որ ֆիլտրված է, մաքուր է, մինիմալիստական է, բերժ, չգիտեմ, որ դոմակախ քեզնից, ասում ես, լավ, ես իմ օրյանը դարձնում եմ էսթետիկ, կարևորը ինչ անում ես, ծառայի քեզ օգուտ տա։ Ու երրորդ ժուրնալը իմ Paper Republic օրագիրն է, սրա մասին հիմա խոսենք, բայց մինչ առաջ անցնելը ցանկանում եմ մի կարևոր բանի մասին զրուցենք։ Ինչու եմ ես կարևորում գրելը։ Սա պարզապես ինչ-որ մանկական բան չի, սա զուտ ուղեղի համար շատ կարևոր մի process է, քանի որ մենք ապրում ենք աղմուկի մեջ։ Մենք ապրում ենք եւ վիզուալ աղմուկի մեջ, եւ լսողական։ Ու գիտեք, ես ինքս ինձ բռնացնում եմ շատ հաճախ այն բանի վրա, որ ես գրեթե ոչ մի պահ լրության մեջ չեմ լինում։ Ես տան գործ երբ որ անում եմ, գրեթե միշտ ականջակալներով եմ, եթե տանը մենակ եմ։
Ինչ որ podcast եմ լսում, երաժշտություն, սերիալ եմ ֆոնային լսում, հաց ուտելուց, լողանալուց։ Էլ չեմ ասում, որ տրանսպորտի մեջ արդեն ես գիրք եմ կարդում, բայց հաճախ էլի մենք ինչ-որ բան ենք, չէ՞, թերթում նայում, անընդհատ ինչ-որ ինֆորմացիա է, որի որ 90%-ը մեզ պետք չի։ Ու ինձ թվում է, որ օրվա մեջ ունենալ նվիրված ինչ-որ ժամանակահատված, dedicated time, նստել լուր պարզապես կամ ինչ-որ սիրուն անխոսք երաժշտությամբ մտքեր թղթին հանձնելու, ինքդ քեզ հետ մի հատ check-in լինելու, սովորությունը շատ կարևոր է։ Մենք մեր հետ ժամանակ չենք անցկացնում ու journaling-ը ամենահեշտ ձևերից է ինքդ քեզ հետ ժամանակ անցկացնելու։ Այս Paper Republic Journal-ը։ Իգուս լսել եք, միտը չեք լսել, ես մի տարի առաջ Pinterest-ում սիրահարվել էի այդ էսթետիկայի վրա։ Հա, ինձ էսթետիկան էր գրավել։ Հավելավա ես դες բացեմ ու ցույց տամ, թե ինչ կա իր մեջ։ Դա իմ պայուսակի անբաժան մասն է։ Դա Grand Voyager pocket size-ն է։ Տեսեք, այստեղ կան ռեզինի տեղեր, քանի որ սա այնպեսի օրագիր է, որ դու կարող ես ամեն ինչ որ մեջը կա հանել ու հետո փոխարինել նորով, այսինքն refill անել։ Եկեք սկսենք ցույց տամ ձեզ, թե ոնց եմ կազմակերպել իմ օրագիրը։ Ուրեմն սա այս 4 կազմով բանը կոչվում է cash and card holder, այստեղ տարբեր տեսակի պինտուփտուշ եք ես պահում, ես դա իմ ընտանիքի նկարներն եմ պահում, իմ ռոքին, մեր առաջին ունեք։ Ձյունը մի խոսքով ինձ հարազատ հիշողություններ միշտ այստեղ են, ու այս օրագրիս առաջին հատվածը, այսքանը հոգևորի մասին է, ես տեղ ունեմ աղոթքներ տարբեր թեմաներով, այստեղ կան Թումանյանի իմ սիրելի գրողի քարյակները իմ սիրելի փոքր կցրել եմ։ Աղոթքներից բացի կան նաև մանտրաներ, այստեղ նաև կան կարճ աղոթքներ, որոնք եթե ժամանակ չունես կամ քուն շատ է տանում, դրանք բացից կարդաս, Էլի Թումանյան ու այստեղ արդեն մանտրաններ են, աֆիրմացիաներ։ Իմ սիրելի երկու մանտրաները Գայատրի մանտրան է ու Մուլա մանտրան։ Ես այստեղ գրեմ եւ հնդկերենը եւ դրա թարգմանությունը, հաճախ երաժշտությունը միացնում ու բարձրապես լսում եմ։ Կան նաև տարբեր թեմաներով ինչ-որ մտքեր, որոնք որ ես իրականում ես ինքս չեմ սա հորինել գրել, արտագրել եմ։ Մենակ սա աճելու մասին հետաքրքիր հոդված էի կարդացել, դուրս եկել էր արտագրել էի, որովհետև ամեն մի միտքը ոնց որ կոնֆետ կա։ Կան նաև նկարներ, ստիկերներ, մենակ այս մեկը խաղաղիներու մասին էր։ Becoming calm is the loudest flex. Ինչու է խաղաղ լինելը, unbothered լինելը ամենահզոր բանը ու super power-ը մարդ կարող է ունենալ։ Այս ես եմ նկարել մեր պատշգամբից ամենագեղեցիկ մայրամուտները կարող եք տեսնել։ Ու ստեղ կան դե դատարկ էջեր, որոնք սպասում են լրացվելուն։ Այստեղ ստիկերներ, իմ ընկերուհին Արփուշկաս ինձ հագուստ էր նվիրել քեզպես բրենդից ու հետո կային նաև ստիկերներ։ Ինքը self-love-ի մասին ստիկերներ եմ, ես իմ լավագույն ընկերն եմ, ինձնով տարված մի խոսքով։ Ու այս հոգևոր սեկցիայի վերջին մասը, չէ վերջին, չէ նախավերջին, իմ ամուսնու մանկությունից հիշողություններ են, իր մայրիկը, իմ սիրիսկիսուր մայրիկը, լիքը հիշողություններ գրի է առել, բանաստեղծություններ, ով որ Հարութը իր մայրիկին է գրել հարությունից մայրիկին, մայրիկից հարությունին, մի խոսքով Սրանքից համար շատ թանկ հիշողություններ են, որոնք ինձ հիշեցնում են իմ ամուսնու երեխա դելու մասին, մի խոսքով։ Այս ամեն ինչը ինձ ուրախացնում է, իմ մտքին խաղաղություն է բերում, ու այս հատվածը Սուրենի մտքերն են, սկսած 2026 թվականից, որովհետև ինքը այս տարիքում սկսեց շատ խոսել, կան նկարներ իրենից, օրինակ, այս իմ համար ջերմ հիշողություն է, որովհետև ինքը նոր է սկսել խզբզել, ինքը պետք ասեց մամա նայի նկարը։ Մի խոսքով ստեղ դեռ կան շատ էջեր, որոնք պետք է լրացվեն, որովհետև ինքը դեռ շատ բոցեր է անում, ռեկորդներ է խփում։ Սա հենց այդ առաջին մասն էր հոգևորի։ Այստեղ ես ունեմ ամենատարբեր բաները, օրինակ նվեր քարտ, որ տարբեր տեսակի քարտեր, Զորինի Վարսավյանացի քարտ, մի խոսքով անձնական ինչ-որ բաներ են, որոնք որ պայտակ պետք են գալիս ու դու ունես իրենց հարմար ապահով տեղում։ Սրան հաջորդում է օրացույցը։ Ես հենց սովորություն ունեմ օրացույցը տարվա գրի առնել, որպեսզի հենց year at a glance, ոնց որ մի անգամից տեսնեմ վերևից ուր եմ հասել։ Հետո ունեմ տարվա նպատակները, որոնք պլանավորում եմ տարվա վերջում ամփոփել ու ամբողջ տարվա ամփոփումը հենց գրի առնել։ Ունեմ նաև արդեն 27 թիվը, այսպես
Գրանցածու 28-ը, սա 3 տարվա համար է։ Սրանց հետո գալիս են password-ները, հա, ես բավականին հին մարդ եմ այդ առումով, ունեմ password-ները եւ on-line զայմետկաների մեջ եւ այսպես ձեռքով գրված, որովհետեւ դու երբեք չգիտես ինչ կլինի, հավելաբար ունենալ ապահով տեղում գրված։ Այստեղ էլ իմ արդեն workout-ի մասն է, ես գնում եմ մարզասրահ, ես այստեղ ունեմ գրված ըստ մարմնի մասերի, ոտքեր, վերև, ամբողջ մարմին, մի խոսքով այդպիսի բաներ։ Այս վերջին հատվածը այստեղ փիսիկների լիքը ստիկերներ կան, ռանդոմ նոթեր, անելիքներ, առնելիքներ, այլ եմ ասում, ստեղ իմ բլոգի ինչ-որ ստրուկտուրան եմ գրում, ամսվա անելիքներ ու այլի չկան, ինչ-որ հստակ օրենքներ, այս էլ իմ անձնագիրն է, այստեղ միշտ, իմ անձնագիրը սանսանց միշտ իմ պայուսակում էր, բայց ունենալ այն այստեղ ավելի ապահով է, հատկապես որ սա էլ իմ պայուսակը երբեք չի լքում։ Այս Paper Republic-ը պատվիրել էի ես իրենց կայքից, վիեննական բրենդ էր, մաքուր կաշի է ու ժամանակի ընթացքում սկսում եմ փայլել, ու երբ որ այս ամեն ինչը ավարտվի, ես պարզապես իրանք հանելու եմ ու տեղ դնեմ նոր refill-ներ, իրենց կայքում այս ամեն ինչը կա, հենց այսպես առանձին էլ վաճառվում են, ու որպես մեկ անգամվա գնորդ արդեն դու ունես սեղջ այնտեղ, մի խոսքով, բավականին թանկ է, պետք է նշանակալ բավականին թանկ է, բայց ես շատ էի ուզում ու եթե մտքիս իմ բան եմ դրել, անպայման անում եմ։ Ես իսկապես հուսով եմ, որ ինչ-որ ձևով ձեզ հավեսի գցեցի, որ դուք էլ սկսեք օրագիր պահել։ Եթե այսքանից հետո դեռ հապաղում եք, մտածում եք, որ ձերը չի ամեն դեպքում, այլի խնդրում եմ սկսեք մինիմալից, որովհետև մկան է դա, սովորություն է դա, որը որ կարող է սկզբում ձեր սպասելիքները չարդարացնի։ Գուցե դուք բացեք տետրը ու 3 բառ գրեք։ Okay է։ Կարող եմ մի օր գրեք 1 էջ, կարող եմ մի օր գրեք կես էջ, մեկ այլ օր այնքան լցված լինեք, որ 5 էջ գրեք։ Շատ հաճախ ես գնում եմ, որ ես ինձ չեմ պատկանում, կրկին դա կլինի social media-ի հետևանքով կլինի աշխատանքը, որը քեզ կարող է կլանել, ինչ որ չափով բալիկը, որտեղ դու օրվա մեջ ժամեր կան, որ դու քոնը չես։ Ու սա մի դրսևորում է այդ ամեն ինչի մեջ, ինքս ինձ հետ բերելու դեպի ինձ, դեպի իմ արմատներ, դեպի իմ մանկություն ու ես հուսով եմ, որ այս վիդեոն ձեզ դուր եկավ ու դուք էլ կսկսեք ձեր մտքերը գրի առնել, ինքներդ ձեզ լսել ու խնդրում եմ, եթե հավանեցիք այս վիդեոն, ծախում եք լայք, մեկնաբանությունում կիսվեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ